Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղն ու ժամը։ Վերջին գրեթե 4 ամսում տասնյակ անգամ հնչեցրած առաջարկն Արարատ Միրզոյանը վերահաստատում է այս անգամ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ ասուլիսում։ Շփումներ կան Ադրբեջանի հետ։ Առաջընթաց այս փուլում ոչ։ Այդ շփումները պարտադիր են եւ շարունակվելու են նաեւ առաջիկայում, եւ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։ Եթե խնդիրը Հայաստանի սահմանադրությունն է, Միրզոյանն ասում է, դա մեր ներքին գործն է, բայց նաեւ մայր օրենքի փոփոխությունների մեկնարկը տրված է։ Մյուս կողմից վստահեցնում է, խաղաղության պայմանագրով կարող են փարատվել Ադրբեջանի բոլոր մտահոգությունները եւ տարածքային պահանջներ կան Հայաստանի մայր օրենքում։ Մյուսը Մինսկի խմբի լուծարման պահանջն է։ Երևանն ասել է, այդ օրակարգին դեմ չէ, միայն թե նախ պետք է հստակեցվի պայմանագրի ստորագրման օրը։ Վարանում ադրբեջանական կողմի այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ այսինքն մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել օրինակ մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում եւ այն դեպքում բնականաբար Մինսկի խմբի անհրաժեշտությունը ինքնին վերանում է։ Բաքու այցից ավելի քան 2 ամիս հետո Երևան եկած եվրոպացի պաշտոնյան ասում է, Հայաստանում է հստակ ուղերձով։ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա, եւ իրենք պատրաստ են խորացնել գործընկերությունը, որի մի շարք ուղղություններ արդեն իսկ քննարկել ու հստակեցրել են Միրզոյանի հետ։ Մասնավորապես Հայաստանը եւ Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շրջբանակցությունները, ստորագրել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրը, մեկնարկել են նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունները։ Այս ֆոնին Կալասն ընդգծում է, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։ Մենք աջակցում ենք Երևան-Բաքու կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը։ Այլընտրանք չկա այս սկզբունքներին։ Միրզոյանն ու Կալասը հանդիպում են ճիշտ նույն օրը եւ գրեթե նույն ժամին, երբ Қырғызստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումն է։ Այս նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարարը արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Все высказали серьезную озабоченность тем, что происходит внутри Республики Армения. Понятно, что Բոլորն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Դա մեր հարևանի ներքին գործն է, բայց հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Լավրովի այս հայտարարությանը Միրզոյանն ասաց հպանցիկ է ծանոթացել, բայց արձագանքեց, որ ռուս պաշտոնյայի տեղեկատվությունն ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Լավրովը նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն է մեկնաբանել շեշտելով, կազմակերպության երկրները շարունակում են Հայաստանը համարել ասոցիացիայի լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակում բոլոր պարտավորությունների կատարում։ Լավրովի խոսքով իրենք ճնշում չեն գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա եւ սպասում են բոլոր հարցերի պարզաբանումներին, սակայն եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, ամենամոտ գործընկերներից, հարևաններից, քիչ հավանական է, որ դա օգուտ կբերի հայ ժողովրդին։ Ռուս պաշտոնակցի այս դիտարկումներին Միրզոյանն առհասարակ չանդրադարձավ։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։